Ես Պարոն Սարգսյան, ներողություն եմ խնդրում մի հատ շտաբն։ վերջի շրջանում ձեր անունը շատ շահարկվեց մամուլում, մարզի բնակիչներից մեկը բողոքել էր, որ հեղափոխությունից հետո նոր կներեք Սուրիկ Խաչատրյանն է հայտնվել առանց ձեր դաբրոյի մարզում ոչինչ տեղի չի ունենում, ոչ դատախազներն են աշխատում, ոչ էլ ոստիկանությունը, ձեր մեկնաբանությունը դրա վերաբերյալ։ Նախ ասեմ, որ ինքը մեր մարզի բնակիչ չի, երկրորդը իրենց գնահատականները թող իրենց պահեն, իրականությունը չեն ներկայացրել։ Իրականությունը ո՞րն է, պարոն։ Իրականությունը նա է, որ այդ խողովակաշարը ոռոգման համակարգը, ինքը որպես այդպիսին դրա իրատակ կա մոտ 1000 հեկտար ոռոգվող տարածք։ Իրենք ներկայացրել են, որ ունեն փաստաթղթեր այդ ջրագծերի հետ կապված եւ դա իրանց սեփականությունն է, ինչը իրականության հետ չի համապատասխանում, իրենք ունեն, այսինքն ձեռք են բերել վկայական ավելի ուշ, քան սկսել են այդ գործընթացը իրականացնել, դրա համար քրեական գործ է հարուցվել, այս պահին քննություն է իրականացվում, այն վկայականները, որոնք իրենք վկայակոչում են, թե իրենք ունեն, դրանք սերվիտուտի վկայական են, ոչ թե ջրագծի վկայական, եւ դրանով իրանք իրավունք չունեն այդ խողովակաշարը քանդելու։ Իսկ ինչը որ վերաբերում է իրենց հնչեցած անուններին եւ փորձել նմանություններ գտնել, ցավում եմ իրենց համար, որ այդպիսի գնահատականներ են տալիս։ Դատախազությունն ու մյուս իրավապահ մարմինները աշխատում են այդ ուղղությամբ, կլինի ավարտ, բոլորը կիմանաք դրա մասին։ Իսկ մարզում ընդհանուր առմամբ իրավիճակը ինչպիսին է, հաշվի առնելով, որ Ադրբեջանը պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածում սահմանային լարվածության վերաբերյալ եւ նաեւ Թշնամին մինչեւ այսօր դեռևս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Թշնամու կողմից ինչ որ հայտարարություններ, եթե լինում է պաշտպանության նախարարությունը արձագանքում է դրան, հանգիստ մթնոլորտ է մարզում, մարդիկ ապրում են բնականon կյանքով։ Ոսկի հանգիստ ազատված աշխատակիցներին ինչ-որ ցուցաբերել է մարզպետարանական կառավարությունը։ Մարզպետարանը այդ առումով անքը շահագործող կազմակերպության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել, դրա արդյունքում որոշ աշխատակիցներ վերականգնվել են աշխատանքի, այս պահի դրությամբ եւս այնտեղ ավելացվում են աշխատողներ, արդեն իսկ ավելացել են աշխատողներ, այնպես որ այդ մասով եւս աշխատանք տանում են։ Սահմանազատման հետ կապված տեղեկություններ ունեք, հնարավոր է կանոնակարգի հաստատումից սահմանազատման գործընթաց։ Որևէ տեղեկություն չունեմ այդ մասով։ Չեն ասում, ձեզ թե չեք հետաքրքրում։ Բայց Հարամյանը օրինակ ազգային ժողովում հայտարարեց, որ զանգեր է ստանում պաշտոնյաների կողմից։ Դուք օրինակ զանգել եք Հարամյանի երկրը եւ բարեկամների համար ինչ-որ քրեական գործեր չդրել։ Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան եւ ես որևէ մեկին նման զանգ չեմ արել ու խնդրում եմ հացիատերը փոխեք այդ մասով։ Ես չեմ կարող ասել, ես նման բան ասեցի։ Տեսնեք, ինձ է կոնկրետ հարց ուղղված, դրա համար ես իմ մասով պատասխանեցի։ Դուք ասացիք, որ տեղեկություններ չունեք սահմանազատման գործընթացի վերաբերյալ, չունեք, որովհետև չեն ասում, թե չունեք, որովհետև հետաքրքրված չեք։ Եվ կան օրինակ մարզի տարածքներ, որոնք օրինակ կարող է սահմանազատման արդյունքում, ինչպես Գիրանցում եղավ, հայտնվի թշնամու վերահսկողության տակ, հանձնվի իրեն։ Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մաս, որևէ այլ պետությանը չի հանձնվել ու չի հանձնվել։ Խնդրում եմ սրա վրա ուշադրություն դարձրեք եւ մի փորձեք մեկնաբանել ձեր ուզած տարբերակով։ Իսկ այն հատվածները, որտեղ ադրբեջանական կողմը առաջ խաղացում են ունեցել Գեղարքունիքի հատվածում, դրա վերաբերյալ հնարավոր է սահմանազատման հետևանքով հետ գնալ։ Միանշանակ։ Ինչպես է ինչով են վստահ, որ նման հայտարարություն եք անում։ Որտեղ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը լինելու է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Բայց հիմա սուվերեն տարածքը օկուպացված է։ Այո, ունենք մեր տարածքից օկուպացված տարածքներ։
ու վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու։ Երբ որտեղ այն ժամանակ ասում էին Ժամկետներ- սովածանակ կգնան դրա համար։ Ո՞վ է կերակրում։ Ես խնդրում եմ ովքեր որ նման բան են ասել, իրանց այդ հարցը տվեք, չգիտեմ էլ ու մասին եք խոսում։ Շնորհակալ։